Դու հեռացա քեզ մոռանա չի Լոս Անջելեսում Բելլա Դարփինյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին մարդիկ հավաքվել էին կարծես երգչուհու հետ հանդիպման դահլիճը համերգի մեկնարկից առաջ արդեն լիքն էր նրա երկրպագուներով։ Նրանց հիշողության մեջ դեռևս թարմ է երգչուհու հետ վերջին հանդիպումը։ Նրա հեռանալուց առաջ մի վերջին կարծես հրաժեշտի համերգը, որին իր հավատարիմ հանդիսատեսը միշտ էր սպասում հայրենիքից մի օվկիանոս հեռու մաքուր ճշմարիտ երգի բարձրակարգ կատարման կարոտած։ Նրա հեռանալուց հետո էլ այստեղ Բելլա Դարփինյանին սպասում էին իսկական չափականված երգի պրոֆեսիոնալ ու արտիստիկ կատարումների ակնկալիքով։ Նրա արվեստի երկրպագուները երգչուհուն խոստացել էին շարունակել ջերմ հանդիպումների ավանդույթը նաև նրա մահից հետո հոբելյանի առիթով։ Բելլային ես խոստացել էի, որ իր մահից հետո էլ մենք անպայման պետք է իր հոբելյանականը նշենք։ Եվ բոլոր արտիստները, որոնք մասնակցում են այսօր, մարդիկ կան, որ իրենք զանգեցին եւ ասին մենք պետք է Բելլայի համերգին անպայման մասնակցենք եւ մեր տուրքը մատուցենք մեծանուն երգչուհուն։ Մեզ համար մեծ պատիվ է ունենալ Բելլա Դարփինյանի նման երգչուհի եւ նա կա մեզ հետ եւ նրա շունչը, նրա հոգին այս դահլիճում է։ Ես դա միանշանակ կարող եմ ասել։ Բելլա Դարփինյանը, ինչպես իր սերունդի շատ երգիչներ, հայ հանրությանը, հայ ժողովրդին մատուցել է որակյալ մաքուր հայկական երաժշտություն, որը մեր մարդկային դիմագծի կազմավորման մեջ մեծ դեր է խաղացել։ Հատկապես Հայաստանից հեռու համայնքի համար շատ դժվար է մաքուր պահել լսելիքը, քանի որ այն շատ ինտենսիվ ենթարկվում է իսկական երգի հետ կապ չունեցող հազար ու մի մշակույթի ազդեցությամբ աղավաղված երաժշտական ոճերի անհասկանալի խառնուրդի մշտական ազդեցությանը։ Ու թերևս միայն իսկական երաժշտություն ճաշակած սերունդն է ամբողջ խորությամբ տեսնում երաժշտ արվեստի ոլորտում տիրող ավերը, քանի որ այդ մարդիկ ճանաչել են իրական արվեստ կրող գործիչների։ Բելլա Դարփինյանի երկրպագուները շեշտում են, որ հենց այդ կարոտով են շտապել դահլիճ, լսելիքը եւս մեկ անգամ շոյելու, մաքուր երգ վայելելու համար։ Այս մեր ապականված ինչ որտեղ մշակութային արժեքների դաշտում իսկական մշակույթին ապավինող մարդիկ մի տեսակ կարոտախտ ունեն լսելու իսկական երաժշտություն, իսկական հայկական ժողովրդական երաժշտություն կամ էստրադային երաժշտություն, տեսնել պրոֆեսիոնալ արտիստի եւ ոչ թե սիրողական արտիստի։ Նրա բացառիկ լինելը պայմանավորված է այն հզոր տաղանդով, որ նա ունի իծն է եւ ամենակարևորը այդ ժանրի մեջ, որին նա նվիրաբերեց իր կյանքը, հայ յուրականության մեջ եզակի էր։ 80-ամյա հոբելյանին նվիրված համերգին ներկա լինելու համար Հայաստանի ժամանել էր Բելլա Դարփինյանի դուստրը։ Նա հիշեց, թե որքան սեր կար Բելլա Դարփինյանի ամերիկահայ համայնքի հետ հանդիպումներում, այդ սերը չի պակասել նրա հեռանալուց հետո էլ, ինչի վկայությունը նրա հետ նորից հանդիպելու սպասումն էր ու փաստը, որ հոբելյանական առաջին երեկոն կայացավ հենց Միացյալ Նահանգներում։ Բելլան Ամերիկայի համայնքի, Ամերիկայի հայության հետ մի յուրահատուկ հարաբերություններ, դա փոխադարձ սեր էր։ Բելլային շատ են սիրում եւ նույնիսկ իր մահից հետո, երբ որ ինքը արդեն մեզ հետ չի, միևնույնն է մարդիկ Բելլա անունը լսելով գալիս են կարոտը առնեն։ Բելլա Դարփինյանի 80-ամյակի հոբելյանական հաջորդ երեկոն տեղի կունենա Երևանում։ Նախատեսվում է նաև նրա անունը կրող հուշաքարի բացում այն շենքի պատին, որտեղ երկար տարիներ ապրել է երգչուհին։ Լիլիթ Սեթրակյան, Առաջին ալիք, Միացյալ Նահանգներ։